Գյումրիի թիմ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի Մայր Հայաստան եւ Մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում առավոտվանից խուզարկություններ էին, որոնց արդյունքում արդեն կան ձերբակալվածներ։ Մասնավորապես օրվա երկրորդ կեսին իրավապահները տնից բերման ենթարկեցին Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն։ Падգամավորի որդին նաեւ նախընտրական ցուցակում է ընդգրկված։ Բայց արդեն նաեւ ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության տեխնազուների տներն են գնացել, հաջագիստների, այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ 3 իրիկուն եմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել։ Մեզ համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին։ Առավոտյան էլ Մայր Հայաստանի ակտիվիստներից մեկին էին ձերբակալել ու Երևան հակակոռուպցիոն կոմիտե տարել։ Նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը իրականացվող խուզարկությունների մասին առաջինը Մայր Հայաստանը ահազանգեց։ Մոտ 2 ժամ անց տեղեկություն ստացվեց նաև ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած Մեր քաղաքը դաշինքի շտաբներում խուզարկությունների մասին։ Սրան զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ է նախաձեռնել ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ, նաև հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց։ Ըստ հրապարակված ձայնագրության փողը, վառելափայտը, շիբինն ու նույնիսկ տարազն են ընտրակաշառք համարվել։ Մինայ սոցիալ փող կֆռա, բայց սու մասին հեչ մարդը չիմանա էլի, գորգիշ։ Ամբես մարդունի սոր խոսքիենով 100% գիտես օրա եշտատ կնդրե։ Եվ հետո կստարեմ, հա, без չոր։ Մինայ թերը թերը գորգիշ ժամանակ գիտես ինչ էսպես եմ, ով փող տվա իրանը կնդրե, այդպես է։ Համի քանին ընդրությունները չի եղել, ամեն ինչով քեզ կոկտեն։ Սոնարը խոսքի նայ կնասի մեծ, հա Հեդեն բերելած է չոգի, կամ այդ մարդուն փողը չկա, այդ փողը տնես չէ բետ, որ ես կան մարդ կա, ուրա խոսքի ծենը, կա ծեն կա, իրանքի փողը կուդան էլի։ Որ քաղաքական ուժերն են ըստ հակակոռուպցիոնի կաշառք տվել կամ խոստացել, իրավապահ կառույցը իր հաղորդագրությունում չի նշում։ Խուզարկություններ եղել են ոչ միայն շտաբներում, այլ նաև օրինակ Մայր Հայաստան շարժման ակտիվիստներից մեկի տանը։ Մեկ հոգու Էմմա Գրիգորյանին բերման են ենթարկել ու տարել Երևան։ Համայնքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանն ասաց, Էմմա Գրիգորյանին բերման են ենթարկել 2 անչափահաս երեխաների ներկայությամբ։ Հարցադրումներս թե ինչի համար եք եկել, ինչ եք ման գալիս, որևիցե բացատրություն չեմ ստացել։ Ընթացքում իմացա, որ նաև մեր համակիրների տներն են գնացել, մասնավորապես կանանց, աղջիկների, եւ Էմմա Գրիգորյանին են փորձել ձերբակալել իր 2 անչափահաս երեխաների աչքի առաջ, ստրեսի ենթարկվելով այդ երեխաներին, դատապարտում եմ եւ կոչ եմ անում արագ դադարեցնեն նման վարքագիծը։ Հրապարակված ձայնագրությունից արդյոք կարողացել են ճանաչել, թե ով է եղել։ Սիմոնյանն ասում է ոչ ու հավելում։ Եվ էմոցիոնալ դաշտում կարող են եւ իրենց թույլ տալ ասել, որ այո, ձայնը տվեք մեզ, դա վերցնել, սարքել ինչ որ նյութի առարգա, դադապարտելի է, եթե այդպես լինի, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբը այսօր հազարավոր ձերբակալություններ պետք է տեղի ունենա, որովհետև ամբողջ քաղաքն է խոսում իրենց շիբինային քաղաքականությունից եւ լամպոչկա փոխելու քաղաքականությունից։ Հակակոռուպցիոնը դեռ չի հայտարարել, թե քանի հոգու են բերման ենթարկել եւ կոնկրետ ում են պատրաստվում մեղադրանք ներկայացնել։ Գյումրիի ընտրությունները կիրակի օրն են նշանակված։